Ինչ շուտ եկար։ Բա դու հանդիպման չէիր։ Երանի գնացած չլինեի։ Ինչ ա եղել, Սեմ։ Մերի ինձ հանգիստ թող։ Սեմ, ո՞նց հանգիստ թողնեմ, երբ տեսնում եմ, որ վատ ես։ Կասես պատճառը։ Ես վերջապես գտա դրան։ Ես հանդիպեցի դրան։ Ես լսեցի դրա ձենը ու հիշեցի իրեն։ Ում մասին ես խոսում, Սեմ։ Երդվում եմ, ոչ մի բան չեմ հասկանում։ Մերի, ես գտել եմ հորս սպանողին։ Չի կարա տենց բան լինի։ Ես տեսել ու ճանաչել եմ իրան։ Ու գիտես ով անա։ Սեմ, ավելի լավ է դու հիմա պարկի, ես կզանգեմ բժշկին ու կասեմ, որ քեզ վատ է զգում։ Մերի, ես գիժ չեմ, ինձ մի գժի տեղ դիր։ Սեմ։ Լսի, իմ հորը սպանողը Ֆայնայի պապն է, Հենդո Շախունցը։ Երևակայում ես չի կարա տենց բան լինի։ Դու շատ վաղուց տառապում ես այդ հիվանդագին մտքով, Սեմ, չի կարա տենց բան լինի։ Քո իրավունքն է, կարաս չհավատաս, բայց սխալ ենթադրություններ մի արա, իբր ես երևակայում եմ։ Գեղեցկություն կարող է մրսում ես։ Դե որ մրսես կասես։ Քո կողքին ես ոնց կմրսեմ։ Բայց կարող է արդեն գնանք հենժի։ Ուր ես շտապում։ Ձերոնք կարող է չգիտեմ, որ իմ հետ ես։ Գիտեն։ Դե վերջացավ։ Կգնանք այն ժամանակ, երբ ես ուզեմ։ Պապան հիշեց աչքիս ինձ։ Ասում էի, չէ՞։ Կարող է տնական չեմ։ Չէ, դե կասեմ, որ հրեշտակիս հետ եմ, ինքն էլ չի թողում, որ տուն գնամ։ Ալո։ Ուր ես տղա ջան, որտեղ ես։ Պապ, որ ասեմ Սևանում լող եմ տալիս կհավատաս։ Ինչի՞ չէ որ։ Ճիշտ է, Սևանի սեզոնը դեռ չի բացվել, բայց արունը մեջդ եռում է։ Կարաս գնաս լողաս։ Տենց էլ անում եմ հերս։ Մենակ թե ես իմ սիրո ծովում եմ լող տալիս։ Վայ, մի արա Հենրի, քեզ կտաս կսպանես քո ռոմանտիկայով։ Պապ ջան, դու հանգիստ եղի, քանի ես անգելի հետ եմ, ինձ բան չի լինի։ Ոնց եմ սազում սած բաներից։ Քեզ մի քիչ տղավարի պահի։ Հասկացանք սիրում ես։ Իմ պարտքը այն կլինի, որ ես գամ տուն ու մամային հարցնեմ, թե դու ոնց ես քեզ պահել սիրահարված ժամանակ։ Երբ ես գալիս տուն։ Դուրդ չեկավ, հա ոնց որ։ Հարցնում եմ երբ ես գալիս։ Գործ կա, պապ։ Չէ, ուղղակի ուզում եմ իմանամ։ Հեսա մի քիչ հետո դուրս ենք գալիս։ Կարծում եմ այդ հանդիպումների ժամանակ քեզ նորմալ ես պահում եւ ավելորդ բաներ թույլ չես տալիս։ Պապ, հիմա դու լուրջ ես խոսում։ Կարող է հոպար ավոյի հետ եմ խոսում, վրես խաբար չկա։ Լավ կարճ կապի ու տուն արի։ Պարավակնել, բազմաղբյուրնել իր աղջիկներ։ Սզվացրի կարա։ Հերի, բայց արդեն արի գնանք, հա։ Մի քիչ էլ մնանք, էլի։ Համուշը արդեն համել ցրտում է։ Դե լավ, արի գնանք, համել չմրսես հրեշտակս։ Բարև ձեզ։ Բարև տղա ջան, կարելի է։ Իհարկե կարելի է։ Սա ավելի շատ ձեր տունն է, քան իմ։ Սկզբի համար արի պայմանավորվենք, որ ինձ հետ դույով ես խոսում։ Մենք հարազատներ ենք ու շատ մոտ։ Միևնույն ժամանակ շատ հեռու։ Համեցեք։ Պապաստանը չի։ Չէ, բայց կարող եք սպասել։ Եթե պետք է, կարող եմ զանգել շուտ գա։ Չէ, պետք չի։ Ինչքան ուշ գա, այդքան ավելի լավ։ Իրոք։
Հա, որովհետև ես ավելի երկար ժամանակ ունենամ քեզ հետ շփվելու։ Իրականում ես հենց քո մոտ եմ եկել։ Իսկ նպատակը հուսամ բարի է։ Իհարկե բարի է։ Ես քեզ դեռ լավ չեմ ճանաչում, բայց առաջին հայացքից շատ բարի ու համեստ մարդու տպավորություն թողեցիր, ինչը ինձ շատ զարմացրեց։ Ինչի՞։ Դժվար է լավ մարդ լինելը։ Մեր ժամանակներում հա։ Եթե անկեղծ քո մայրը երբեք էլ առանձնապես բարության տիպար չի եղել ու քո այս տեսակը ինձ համար մեծ անակնկալ էր։ Հա, ամեն ինչ միանշանակ չէ։ Այդ թվում մորս ու իմ բնավորություններն ու տեսակները։ Ամեն դեպքում մայր եւ որդի ենք։ Ոնց է չլինի ինչ-որ նմանություններ եւ ընդհանրություններ կունենանք։ Իսկ ինձ թվում է դու ավելի քո հորն ես նման։ Հա, ասում են։ Բոլորից շատ մաման ու տատին են ինձ նմանացնում պապային, հատկապես իր երիտասարդ տարիքում։ Կպատմես ինձ մի քիչ քո ընտանիքի մասին, պապայիդ մասին։ Վերցրու Սեմ, այս աղջիկը կոտորվեց զանգելով։ Ալո։ Սեմ, լս ինչ ես արհամարում զանգերես։ Վերցնեմ ինչ ասեմ, ինչ ես ուզում լսես։ Սեմ, ես իրականում ուզում էի ներողություն խնդրել պապիկի փոխարեն։ Դու ամբողջ կյանքումդ էլ ներողություն խնդրես, մեկը քո թանկագին պապդ իմ ներմանը չի արժանանա։ Ինչ ես խոսում, Սեմ։ Ես հասկանում եմ, որ պապին իրան շատ վատ պահեց, բայց Քո պապը իմ ոխերիմ թշնամին է, ու ես չեմ հանգստանա, մինչև ինքը իր պատիժը չստանա։ Հա հետո, դու քո արածից գոհ ես։ Ես գոհ կլինեմ այն ժամանակ, երբ այդ մարդասպանը հայտնվի կամ ճաղերի հետևում կամ հողի տակ։ Դու ինձ արդեն վախեցնում ես, Սեմ։ Չէ, դու մի վախեցի, այդ դրանք պետք է վախենան։ ինչ նկատի ուներ Սեմը։ Ես ինչ աննորմալ պահվածք էր։ Չէ, ես սա սենց չեմ թողնի։ Ես թույլ չեմ տա ինձ հետ սենց խոսել, առավել ևս պապիի մասին սենց վատ արտահայտվել։ Ես կգամ ու դու ստիպված կլինես ինձ պատասխան տալ։ Մերոնք։ Ու իջի տենանք։ Զոքանչ ջան, Աներ ջան, բարև ձեզ։ Ոնց եք։ Անգելինա, դու ես գալիս թե դեռ տեղուն ես գնալու։ Չէ, պապ, տուն եմ գալիս։ Հենրի կարող է դու էլ գաս։ Ես զգում եմ, որ Զոքանչիս ու Աներոջս ցանկությունը ինձ հյուրասիրելու ու հյուրընկալելու մեծ է, բայց հիմա չէ։ Երեկոյան անպայման կգամ, որ շփվենք։ Ինչի համար։ Ոնց ինչի համար, հոպարավո, որ իրար ավելի լավ ճանաչենք, համ էլ ճանաչելու համար շփվել է պետք, որ մեկս ինչա սիրում, օրինակ ես Զոքանչ մայրիկ, տոլմա եմ սիրում, թփով, ուսամ մինչև երեկո պատրաստ կլինի, կհասցնես։ Մեկ էլ ասեմ, որ շատ պետք է տանջվես, որովհետև Անետ հորքուրի նման համով տոլմա դժվար էլ սարքես։ Հենրի մաման էլ է շատ լավ պատրաստում։ Բայց ասում եմ ոնց որ Զոքանչս ու Աներս տրամադրություն չունեն, հեչ հավես չունեն խոսալու նայի։ Ուսամ մինչև երեկո կբացվի այդ հավեսը։ Լավ ես գնամ, լավ մնացեք։ Սրանց որ ինֆարկտը չխփի, լավ կլինի, չունած չէ արա ուր խփի, արսանիքը հարամ կլինի։ Մամ ջան, ինչ կա ոնց ես։ Լավ եմ տղես։
Եկել եմ պապայիս տուն, Արամի հետ նստած շփվում ենք։ Բասա մենք էլ գանք շփվենք։ Ինձ համար շատ տարօրինակ է, որ դու եւ մայրս չեք շփվում։ Եվ դու նույնիսկ չգիտես ում հետ է ամուսնացած քույրդ։ Ես շատ կուզեի, որ ամեն ինչ ուրիշ կերպ լիներ։ Բայց հիմա ունենք այն ինչ ունենք։ Ես ու Լիլիթը կորցրինք մեր կապը, հետո ինքը տեղափոխվեց Մոսկվա ու ամուսնացավ։ Բայց ինչ որ պատճառ պետք է չէ լիներ, որովհետեւ որպես կանոն հեռավորությունը ավելի է մտերմացնում մարդկանց։ Դու ճիշտ ես։ Բայց մեր դեպքում այդպես չեղավ։ Մեր մեջ խնդիր կար։ Նենց խնդիր, որ ձեր երեխաները իրար դեմքով չեն ճանաչում։ Կներես։ Ապա։ Ոնց ես։ Ինչ ես անում արա։ Մուրակրոջ հետ եմ խոսում պապչին։ Պապ։ Ալո։ Լսում ես ինձ։ Կխոսենք։ Լավ ես։ Գնացվեցիր։ Դու նորում էիր խոսում։ Պապայիս, երևի ուշադիր չէիր։ Հա։ Երևի։ Իմ վիճակից է հեսականցնի, կներես ես գնամ։ Դու լավ չես։ Ես չեմ թողնի, որ դուրս ես գնաս։ Նստի։ Այդ ձայնը։ Ես ճանաչեցի։ Սոսի ձայնն էր։ Չի ինձ չթված։ Սոսի ձայնն էր։ Ասում ես, որտեղ էիք ու ինչ էիք անում։ Գնացել ենք ու լավ ժամանակ ենք անցկացնում։ Լավ ժամանակ էիք անցկացնում, փաստորեն։ Պարզ է։ Դե համամ գնացել ենք, զրուցում ենք մեր ապագա պլաններից։ Շատ իսուր։ Ինչ։ Հիմա ինչ ես անում։ Պատրաստվում եմ Հենրիի գալուն ու լավ կլիներ, որ դու էլ տոլմա պատրաստեիր։ Ես չեմ պատրաստվում իր հրամանները կատարեմ։ Մամ Հենրին հրաման չի ներկայացրել։ Ընդհանրապես ուզում է ձեր հետ լավ հարաբերություններ ունենա։ Որովհետև չեն կարողանում իրան ընդունել ու սիրել։ Իսկ իմ սիրելը այդ կարևոր չի։ Ոնց եղար։ Լավ եմ, հեսա Հենրիս կգա իմ հետևից։ Ես կարող էի քեզ ճանապարհել։ Պետք չի։ Առանց հետել եկա խանգարեցի քեզ։ Չէ, ինչ խանգարելու մասին է խոսքը։ Դե իմ պատճառով չկարողացար օրդ հետ խոսել։ Չէ, նորմալ է, ես կխոսամ դեռ իր հետ։ Ուղղակի կարծում եմ չուզեցավ մեզ խանգարի։ Հենրիսը։ Հա, հեսա կբացա։ Ոնց ես, ապերս։ Վախեցած ես։ Ինչ։ Շեմ ինչ ասած, որպիսություն ասած հարցում։ Գոհ եղի, որ ընդհանրապես հարցնում եմ։ Արամ ջան, մենք արդեն գնանք։ Չէ, ինչի եք գնում։ Թող ներս գա մի քիչ շփվենք։ Նորմալ իրար անուն էլ չգիտենք։ Ես ովքեր են եկել, ես ում եմ տեսնում, ես ինչ լավ մարդկանցով տունս լծվել, հա? Բարի օր։ Բայց ինչ եք դրսում, ներս անցեք։ Չէ, լավ է։ Մենք արդեն գնում ենք։ Այսինքն եկեք միշտ հավաքվեք պապիի շուրջ, որ բոլորը ծանր տանեն։ Այդ
Բոլորի մեջ ովքեր են մտնում։ Հատկապես վախունցներ, ներեցեք շախունցները։ Լսի կարողա դու։ Մենք գնացինք։ Հենց չանես, որ հորս կիսատ թողած գործը ավարտին հասցնեմ։ Գնացինք։ Որ ասում ես կգնանք, մամ։ Ես ինչի են եկել։ Դու պիտի իրանց այդ հարց տայր։ Բա ինչ խոսեցիք։ Դե մորաքրոջս հետ զրուցում էինք, միջև որ պապան զանգեց։ Այսինքն Դե պապան զանգեց, ճիշտ է, այդ բան չկարողացա խոսալ, բայց դրանից հետո մորաքրոջս վիճակը միանգամից վատացավ։ Միքայել ջան, մեր գործերին հաջողություն բարի գալուց մեր ցուցահանդեսին։ Աշխատենք շնորհքով տեղին ամեն ինչ կազմակերպենք։ Աստվածավաճ։ Այդ դու մեքենայով ես եմ։ Լավ էլ քաշում ես։ Որտե ուշացել եմ։ Այն միջելոց աշկը ֆայնայի վրա պահի։ Ինչի՞։ Նա ուղղակի ասում եմ, ես զգուշացում եմ։ Ուշադիր եղի, աղջկա։ Հա, ես միշտ էլ իմ երեխեքին ուշադիր եմ։ Բայց ինչ ես տենց ասում, բա։ Ենորը գնացել էի խանութի ամոտ, մի հատ թրջվածի մեկը, ինձ տեսավ վախից փախավ։ Ինչի՞։ Ասում եմ, էլի ինձ տեսավ հապուշը վախից փախավ։ Ես կհետաքրքրվեմ դրանով։ Հողում են, որ մարդու միտքը աշխատի։ Անտա ցուցահանդեսի մասին եմ մտածում։ Բագրատը ընդեղ, Հենրին ստեղ, իմ էլ ֆայնան։ Ինձ ամենաշատը Հենրին ամտահոգում։ Եթե շարունակենք նստենք ու մտածենք Հենրի ու կնոջը դստեր մասին, այդ տեսել լնելու եմ։ Ես անընդհատ ճանապարհներ եմ ման գալիս, որ Հենրին հիասթափվի այդ աղջկանից, կտրվի այդ բազմաղբյուրից։ Բայց մոռանում ես, որ Հենրին քո զավակն է։ Շատ բարդ է լինում, տղա ջան։ Ճիշտ ես ասում, բարդ է, բայց պետք է ճանապարհը գտնել։ Քիչ մի քիչ։ Գործ արա աշխատի։ Մի դարձել դու ես լնելու։ Եկաք ժողովուրդ։ Եկանք, բայց էլի գնում եմ ես։ Չհասկացա ուր ես գնում։ Գիտես ինչքան համով բան եմ սարքել։ Օրբուրս կներես իհարկե, բայց այսօր զոքանջի սարկածը պետքա փորձեմ։ Հասկացանք, Անգելինա ես տուն ես գնում։ Այդ դեպքում քեզ ներելի է։ Մամ, ամբողջ ճանապարհին մենակ ես խոսացի, ես լսեցի, հիմա էլ նույնը, արձագանք չկա։ Մամ, Իմ հետ էիր տղես։ կարող է քեզ Բագրատի տանը նեղացրել են։ Չէ, ով պետք է նեղացներ։ Դեն քրոջը տանդուր տղ են օրինակի համար։ Տղա ջան, դու տեղ էիր գնում, չէ՞։ Դե գնա պատրաստի գնա գալիս։ Լավ, գնամ լոգանք ընդունեմ դուրս գամ։ Լինսնայ։ Ինչ է եղել։ Էս կտ ինձ վախացնում է։ Իսկ ինձ իմ լսածն է վախացրել հորքուր։ Ինչ է եղել։ Ես այսօր Սոսի ձայնն եմ լսել։
Ես չեմ սխալվում։ Ես լսեցի։ Իրա ձայններ, ես լսեցի։ Համոս կարող է նման բան լինի։ Ինչեր ես խոսում։ Ու ամենասարսափելին է նա, որ այդ ձայնով խոսող մարդը Արամի հայրն էր։ Այդ նշանակում է Լիլիթի ամուսին է, որ քուր այդ հնարավոր է։ Այ քեզ աննորմալություն։ Չէ, ինձ չի թվացել։ Այդ սոսի ձայններ։ Էլ բար չասես։ Միքայելի ցեղի ես։ Սոսի մասին ես մտածում։ 25 տարի է անցել, բալես։ 25 տարի։ Սոսը չկա։ Ես սոսի մասին չեմ մտածում։ Ես ընդամենը ուզում եի ասել, որ… Ընդամենը ոչ մի բառ չասես։ Այս տանը նույնիսկ պատերը ականջներ ունեն։ Բա որ Միքայելը գա ու լսի։ Մի հարա։ Ողջույն Մերի ջան։ Ողջույն։ Ներս արի։ Մերի ջան, ես ներողություն եմ խնդրում իմ սենց անսպասելի այցի համար։ Ուղղակի Սեմի տարօրինակ վերաբերմունքը ինձ ստիպեց հրատապ էստեղ գալ։ Ու վերջապես որոշ հարցերի պատասխաններ ստանալ։ Իսկ դու վստահ ես, որ պատրաստ ես այդ պատասխանները լսելու։ Սեմ պետք չի։ Չէ, Մերի ջան, ես իսկապես ուզում եմ իմանամ ինչն է պատճառը սենց վերաբերմունքի։ Ինքն ուղղակի… Ես ուղղակի շատ պատահական բացահայտեցի հորս սպանողին։ Չհասկացա։ Բայց ես դրա հետ ինչ կապ ունեմ։ Հորս սպանողը պապը։ Քո պապը մարդասպան է։ Տեսելի ես հրեշտակս։ Կարամ իմանամ այսքան ինչ ես բերել։ Արի կասեմ։ Քանի որ ես չգիտեմ, ծերոնք ինչ են սիրում, ձեռքիս տակ ինչ ընկել վերցրել եմ։ Կարևորը խորովածի միսն էլ է մեջը։ Ոչ ոք չի պատրաստվում քեզ համար խորոված անել։ Պապա։ Ոչինչ հրեշտակս։ Մեծ մարդ է աներս։ Չի կարա խորոված անի մեծ ցանկության դեպքում էլ սաղ կվառի։ Ամել իմ նման ջահել ջիվան տղեն ստեղ ինքը պետքա կրակի կողքը կանգնի։ Դուք մենակ ինձ շշերի տեղը ցույց տվեք, մնացածի հետ կապ չունեք։ Լավ էլ ազատ ես քեզ զգում մեր տանը։ Հա, այդ նրանից է, որ այս արդեն իմ տունն էլ է։ Դուք էլ իմ ընտանիքը։ Այո։ Զոքանչ մայրիկ, բայց մի տեսակ հոտը չեմ առնում տոլմի։ Կարողա չես փաթաթել։ Անետը որ սարքում է, չէ, տուն չհասած արդեն հոտը առնում ես։ Դե բանն է նա, որ… Բանն այնն է, որ ես էլ չեմ հանդուրժելու այս կրկեսը։ Ես վերջ եմ դնելու այս կլոնադային։ Վիկա, լարիր։ Հələ մի րոպե։ Այդ կլոունադայի կլոունն էլ ես էի։ Հենրի մաման այդ նկատի չուներ։ Վիկտորիա, լարիր։ Բացատրի, տյոթ Վիկտորիա։ Ասա տենամ էդ ինչ էիր ասում, կարող է ես էլ եմ հասկանում։
Եթե չեմ սխալվում, օրենքով էիք ուզում։ Ուզում էիք, որ մերս ու հերս գան։ Եկան։ Պայմանավորվեցիք։ Ես էլ ինձ փորձում եմ շատ անմիջական պահեմ։ Լսի ուշադիր։ Մեզ պետք չի քո անմիջականությունը։ Ավակ խոսի ու վերջ դիրես ամեն ինչին։ Հերիքա վիկա, լռիր։ Լռեմ։ Ինչքան լռեմ։ Ես էլ չեմ կարողանում լռել։ Ես արդեն խեղդվում եմ։ Չեմ կարողանում։ Խոսիր, ամեն ինչ բացահայտիր, լսում ես։ Մամ, ես չեմ հասկանում ինչա կատարվում։ Դուք չէիք ուզում, որ ամեն ինչ օրինական դաշտում լինի։ Օրինական դաշտումը հերի տանեցիներն եկան, օրինական ամեն ինչ կազմակերպվեց։ Հիմա ես չեմ հասկանում խնդիրն ինչումն է։ Չեք ուզում էլ մեր տուն գա, տենց էլ ասեք։ Ոչ մի ասելիք էլ չկա։ Վիկա գնա քո սենյակ հանգստացիր։ Հետո կգաս։ Հիմա դրա ժամանակը չի։ Ինչի ժամանակը չի, հոպարավո։ Հազիվ մեկը ուզում է խոսա։ Դե ասա, ծոց Վիկտորիա, ասա տենամետ ինչ ես ասում։ Կարաս հիմա չվախենաս ու չլռես։ Գոնե մեկը համարձակություն կունենա խոսելու։ Ոչինչ չկա ասելու։ Ուղղակի երբ գալիս են հյուր, զգուշացնում են։ Հնարավոր է տան անդամները տրամադրություն չունեն։ Չէ, դուք ինձ հաստատ գժի տեղ եք դրել։ Հերի պետք չի։ Ստացվում է իմ նշանածին տենալու համար պետքա թույլտվություն հարցնեմ, հա, տանն եք, տանը չեք։ Բա ուր մնաց ձեր գյուղի հյուրընկալությունն ու անմիջականությունը։ Ինչ տրամադրությամբ եկել էի, սա հարամ եղավ։ Հերի նստի, մամա դու էլ նստի։ Անգելինայի հանդեպ եղած իմ անսահման սերն է, որ ես հիմա կձևացնեմ, թե կլոունադայի մասին թեմաները չեմ լսել։ Ուրիշ ժամանակներ լինեին, պատասխան էի ուզելու։ Ինչ ես խոսում, Սեմ։ Մեր ինչ է ասում։ Իմ պապը չի կարա մարդասպան լինի, Սեմ։ Իմ հորն է սպանել ու մեծ որբ է թողել։ Ու ես տարիներ շարունակ ապրել եմ քո պապուն գտնելու ու հաշվի արդար լինելու երազանքով։ Սեմ տենց հստակ մի խոսաբաներ, որոնցում ինքդ էլ վստահ չես։ Չեստեղ հաստատ ինչ-որ շփոթմունք կա։ Չէ, ոչ մի շփոթմունք էլ չկա։ Ես իմ աչքով եմ տեսել, իմ աչքերով։ Ես չգիտեմ, թե դու ինչ ես լսել, բայց դե ինչ-որ բան շփոթում ես։ Ես ոչ մի բան չեմ շփոթում։ Տարիներ են անցել։ Տարիները ձայնի հետ ինչ կապ ունեն։ Մի մոռացիր, որ ամուսնացած ես։ Ավելի հորքուր, ես ինչ եմ խոսում, դու ինչ ես խոսում։ Կարող է ես հիմա իմ ընտանիքն եմ քանդում կամ ասում եմ, որ Միքայելից բաժանվում եմ։ Չէ, բալես։ Դու հիմա միայն մի բանի մասին պիտի մտածես։ Այսքան տարի հետո երեխա ես ունենալու, մայրանում ես։ Միքայելի համար երեխա ես ունենալու։ Իսկ դու ինչ ես անում։ Լսում ես ինչ-որ մեկի ձայն ու կարծում ես, թե դա սոսն է։ Չեմ կարծում։ Սոսի ձայններ ես չէի կարող չճանաչել։ Դու ուղղակի չես մոռացել սոսին։ Դու ուզում ես լսել սոսի ձայնը։ Ու լսել ես։ Այս լռությունը շատ ծանր է։ Ես չէի եկել լռելու։ Եկել էի զոքանչից պատրաստած տոլման ուտելու։ Դեռ կհասցնես։
Նախորժակը շատ արագ բացվեց։ Պապ, մամ։ Քանի որ ես առաջին անգամ եմ ոտք դնում ձեր տուն որպես փեսա, հաշտություն ու բարեկամություն փնտրելու, բայց տենց էլ չեմ գտնում։ Ես ես միջադեպը կանտեսեմ, որովհետև ձեր աղջկան շատ եմ սիրում։ Ու ես կլինի առաջին ու վերջին անգամը։ Ես կճանապարհեմ։ Բացահայտման երեկոներ դեռ շատ կունենանք։ Բայց ես առաջինն էր ու վերջինը չէր։ Լակոտ։ Հենրի կներես հա այսօրվա համար։ Իրականում ամեն ինչ շատ վատ էր։ Ես ոչ մի բան չարեցի, որ դու քեզ վատ չզգաս։ Գիտեմ։ Ու իմ համար էլ էր շատ անհասկանալի էս ամեն ինչը։ Ինչ ուզում ես ասա, ինչ-որ բան են թաքցնում իմ ու քո ծնողները։ Ինչ, ախր ինչ կա, որ մեզ չեն ասում, ինչի են մեզ այս վիճակի մեջ պահում։ Թվում էր, թե հարմարվել են, բայց… Ոչինչ, ամեն ինչ էլ կպատահի։ Դժվար է քո նման հրեշտակին բաց թողնելը։ Ապրես Հենրի, իրոք շնորհակալ եմ քեզ քո զսպվածության համար։ Ես քեզ ամեն օր նորովի եմ բացահայտում։ Բայց այդ ընդհանրապես չի նշանակում, որ ես միշտ սենց խելոք ու լավն եմ։ Հենց քեզ տարա մեր տուն, դու բազմաղբյուրի ճանապարհը մոռանում ես, Անգելինա։ Մի սկսի էլ, հա։ Դե կտեսնես։ Ու ինչեր ես ամեն ինչը նշանակում, կարամ հասկանամ։ Պապա, ինչի նորից մամային լռեցրեցիր։ Մամա, ինչ գաղտնիք կա, կասեք ինձ վերջապես։ Խոսքերը չափավորի։ Հենրին լավ տրամադրությամբ, լիքը ձեռքերով, ուրախ, եկել էր մեր տուն, որ մենք միասին սեղան նստենք։ Իսկ մենք ինչ արեցինք։ Հարամ արեցինք։ Դե հերիքա։ Իրա խոսելու ձևը ինչ էր։ Ինչ էր սպասում։ Գրկաբաց պետք ընդունեինք։ Դուք հիմա ուզում եք ինձ իրոք հավատացնեք, որ դու գաղտնիք չէիր ուզում բացահայտել ու պապան քեզ չլռեցրեց, մամ։ Ոչ մի գաղտնիք էլ չկա։ Լավ կլիներ դաստիարակություն ունենար ու մեծերի հետ խոսալու ձև իմանար։ Գնա սենյակդ։ Պետք է պատմեի։ Ժամանակը չի։ Միքայել, տրես դու սխալ լսեցիր։ Միրոքնան, ես քո հարցը չի, ինգի առաջ։ Սոսի ձենն է, հա, կարմերի մեջ։ Իսկ կարող եմ միած սրտիդ մեջ նայես, հոգին էլ տակ-տակ նստել է սրտիդ մեջ։ Միքայել։ Այսքան ժամանակ է անցել։ Մի ամբողջ ավվերժություն։ Բայց դու դեռ շարունակում ես այդ ձայնը հանդրժիրիմից լսել։ Մի րոպե կթողնես, ես խոսեմ։ Ինչքան ամարտարակ կյանք է։ Ես քո վիճակով քեզ ընդունեմ։ Քեզ ներեմ, որ դու տարիներ անց սոսի ձայնը լսես։
Ես քեզ ոչ մեկ չէր խնդրել։ Այդ պատմության մեջ ամեն մեկն էլ իր շահը ուներ։ Չեմ ուզում ոչ մի բան լսեմ։ Ես քեզ կարամ ամեն ինչ ներեմ։ Կարամ ամեն ինչ հասկանամ։ Բայց որ այսքան տարի անց իմ տան մեջ իրանից ես խոսում։ Ու իր ձայնը մինչև հիմա ակաշ դրիտ մեջ է, այդ չեմ կարա հասկանամ։